Ինչպես խոստացել է, շարունակում եմ պատմել YouTube-ի թիրախավորման տարբերակների մասին։ Ամենահետաքրքիր թիրախավորման տարբերակներից մեկը Live Events Targeting-ն է։ Դուք կարող եք թիրախավորել մարդկանց, ովքեր ամուսնանում են, տեղափոխվել են նոր աշխատանքի կամ նոր բնակարան են տեղափոխվում։ Սրանք կյանքի փուլեր են, երբ մարդիկ առավել հաճախ են գումար ծախսում։ Կարող եք նաև ընտրել հստակ YouTube-յան ալիքներ կամ հոլովակներ ձեր գովազդը ցուցադրելու համար։ Այս տարբերակը կոչվում է Placement Targeting։ Օրինակ, դուք կարող եք ձեր գովազդը ցուցադրել հստակ երգչի, բրենդի կամ թեմատիկ ալիքներում։ Եվ վերջում, իհարկե, Retargeting։ Այս տարբերակում դուք կարող եք ցուցադրել ձեր գովազդը այն մարդկանց, ովքեր այցելել են ձեր կայք կամ օգտագործել են ձեր հավելվածը, դիտել են ձեր YouTube-յան հոլովակը կամ որևէ կերպ ներգրավել են ձեր YouTube-յան ալիքի հետ։ Այս տարբերակում լսարանները սովորաբար ունենում են 2-ից 5 անգամ ավելի բարձր կոնվերսիա։ Կարևոր է նշել, որ թիրախավորման այս բոլոր տարբերակները կարող են օգտագործվել զուգահեռ։ Այսպիսով, YouTube-ի գովազդը պարզապես դիտումների մասին չէ։ Դա Google-ի տվյալների վրա հիմնված թիրախավորման համակարգ է, որը կարող է բերել բրենդի ճանաչողականության և կոնվերսիայի աճի։